Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Երկու հոդվածով են մեղադրում։ Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվեց։ Կամայականությունը հարձակում է։ Մայրաթոռը քաղաքական հետապնդում է որակում, վարչապետը բացառում։ Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Վարչապետ Փաշինյանին այլևս չի մտահոգում, որ Ադրբեջանի նախագահն օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դատարանը 1 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքը։ Դրան բացատրություն մենք չունենք։ Իրավապահները 2 ամիս էին պահանջում։ Մայրաթոռի շողակաթ հեռուստաընկերությունը իշխանությունների նախաձեռնությամբ կարող է փակվել։ Թիրախավորված պայքարի, ես կասեի, ասպատակության շրջանակներ։ Ես դա չեմ մեկնաբանում։ Ֆրանսիայի վարչապետը հաղթահարեց խորհրդարանի իմպիչմենթը։ Merci beaucoup, monsieur le premier ministre. Հայաստանից մեկնող բեռնատարների վարորդներին Ռուսաստանում սպառնում է արտաքսում։ Ստեսություն, հաջողություն ձեզ։ Եվ այսպես Արագածոտնի թեմում 3 խուզարկություններից ու 1 տասնյակ քահանաների ձերբակալությունից հետո այսօր դատարանը 2 ամսով կալանավորել է թեմի առաջնորդին Մկրտիչ Սրբազանին։ Նրա դեմ ցուցմունք են տվել հոգևորականներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Այս թեմում է ծառայում նաև հայտնի Տեր Արամը, որը հանրայինի եթերում դժգոհել էր, թե իրենց տիպողաբար տարել են ընդդիմության ցույցերին։ Այսօր վաղ առավոտյան դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է 2 հոդվածներով, մասնավորապես ընտրական իրավունքին խոչընդոտելու համար, այդ թվում հանրահավաքներին մասնակցելու հարկադրանքի, որը նա իրականացրել է իր ծառայողական լիազորությունները օգտագործելով։ 2 հոդվածով են մեղադրում, ասում են հավաքներին ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն պաշտոն իշխանական կամ ծառայական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում։ Ավելին այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա, նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է եւ այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն։ Սրբազանը այս մեղադրանքը չի ընդունում, թեև ինչպես փաստաբանը նշեց, եղել են ցուցմունքներ, նաև կալանքի միջնորդության մեջ քննիչը ցուցմունքներ է ներկայացրել, համաձայն որոնց իբրև թե 2021-ի ընտրությունների ժամանակ Սրբազանը հոգևորականներին ասել է՝ ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլ Փաշինյանից։ Տեսեք, եթե նույնիսկ նման բան ասվեր պայմանականորեն, ուրեմն դա կոչվում է քարոզչություն։ Քարոզչություն ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը։ Դա ասում է որևէ տեխնացուի օգտին քվեարկել կամ քվեարկությունից զերծ մնալու համոզելն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք պայմանականորեն, որ այդ բառերը եղել են, դա կոչվում է քարոզչություն։ Դա չի կոչվում հանցագործություն։ Նշենք, որ 3 Տեր Արամ քահանան հերքել էր, թե ինքը որևէ ցուցմունք է տվել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթը հարուցել էր հենց Տեր Արամի հանրային հեռուստատեսությանը տված հայտարարության հիման վրա, որտեղ նա հայտարարել էր, թե իրենց հարկադրել են մասնակցել 2021-ի ընդդիմության հանրահավաքներին։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Դուք ասացիք, որ ցուցմունքներ կան, որ ասել է ում ուզում եք քվեարկեք, բացի Նիկոլ Փաշինյանից, ում ցուցմունքն է դա եղել։ Տեր Արամի ցուցմունքն է եղել, Տեր Թադեի ցուցմունքն, որտեղ Չէ, չեն կարող ցուցմունքներ, չէ, եկեք ես հիմա մանրամասներ ձեզ չասեմ, հա։ Բայց հոգևորականների ցուցմունքները ինքնուրույն նախաքննություն եք փորձում կատարել, պարզե ցուցմունք է եղել, որ ցուցմունքով էլ փորձել են մեղադրանք, բայց այդ ցուցմունքների բովանդակությունն էլ չի մերկացնում հանցագործության կատարման մեջ։ Այսպես ասենք, եթե անունները չեք ուզում տալ։
այո, հոգևորական ցուցմունքներ են։ Փաստաբանները վստահ են, որ իշխանությունը այս կալանքի միջոցով պարզապես պատժում է Մկրտիչ Սրբազանին, ով ինչպես գիտեք, ամենայն հայոց կաթողիկոսի քրոջորդին է եւ ինչպես Արա Զորաբյանն ասաց, օղակը ել ավելի է սեղմվելու եւ իշխանության քայլերը ուղղվելու են դեպի Մայրաթոռը։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը. Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասեց, ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, ես չեմ գնալու տուն։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ։ Նշենք, որ Մկրտիչ Սրբազանից բացի ձերբակալված է նաև Տեր Գարեգինը եւ Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ հաշվապահին էլ վերագրվում է հափշտակության մեղադրանք, բնականաբար այս որոշումը փաստաբանները բողոքարկելու են։ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով, որպես Մկրտիչ Սրբազանին օժանդակելու, այսինքն նույն հոդվածները, նույն, այսպես ասեմ, աբսուրդային վիճակը գտնում են նաև իրենց գործում եւ գլխավոր հաշվապահն է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաև քննարկվել է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։ Մյուս հոգևորականները բոլորը ազատ են արձակված, այսինքն չեն ձեռք բերել մեղադրալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է։ Հիշեցնենք, 3 վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև 1 տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 եւ ավել հոգևորականներ քահանաներ բերման էին ենթարկվել, նրանց մի մասի տեղը մինչև վերջին պահը անհայտ էր, այդ թվում Մկրտիչ Սրբազանի եւ միայն օրվա ավարտին հայտի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդին իրավապահները պահում են կենտրոնի քննչական կոմիտեում, ընդ որում այդ մասին ոչ թե քննչական կոմիտեն էր հայտնել փաստաբաններին, այլ մարդու իրավունքների պաշտպանը եւ ժամեր շարունակ փաստաբանները զրկված էին եղել տեսակցելու իրենց պաշտպանյալներին։ Խառնել են լրիվ իրար։ Ընդմիջման ժամը չի ավարտվել, կներեք։ Ընդմիջման ժամն էլ ավարտվել, զատիկն է սփխեչը կտրել է իրանց։ Եվ ինչպես արդեն հաղորդել ենք, Մկրտիչ եպիսկոպոսը ներողություն կաթողիկոսի քրոջ որդին է, Մայրաթոռը սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է համարում։ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ այսօր կտրուկ բացառել է կապը երեկվա զարգացումների հետ, պնդելով, թե երեկոյան լուրերից է իմացել գործի մանրամասները։ Միաժամանակ վարչապետը շարունակում է պայքարը կաթողիկոսի դեմ, իշխանության ներկայացուցիչները դեռ երեկվանից հեղեղել էին սոցիալական ցանցերը, Գարեգին II հասցեին մեղադրանքներով։ Բաց ճնշումներ են։ Հոգևորականների վրա գործեր են կարում Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի կարծիքով, ցուցումով եւ իրավական խախտումներով։ Մարդիկ տարվել էին, տեղեկություն չունեին, նույնիսկ իրավաբանները, պաշտպանները որտեղ են գտնվում եւ եթե մեկին որպես վկա տանում են, չեմ կարծում, որ վկային խուզարկում են, հետո տանում են։ Իսկ ինչու իշխանավորների բռնության կոչերը իրավապահների ուշադրությանը չեն արժանանում, հարցնում է Նաթան Սրբազանը եւ այս ամենը հակաեկեղեցական արշավի շարունակություն համարում։ Նույն վարչապետը որպես հայ եկեղեցու հավատացյալ բռնության կոչ է անում, որ կաթողիկոսին մենք կհանենք վեարանից։ Կամակատարները 1 հոգու կամքն են կատարում, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օրինականության հատիկ չի գտնում 3 Արագածոտնի թեմի առաջնորդի ու տասնյակ քահանաների հետ տեղի ունեցածում։ Եթե սրա մեջ իրավական հիմք փնտրես, հատիկ փնտրես, չես կարող գտնել։ Կամայականություն է, հարձակում է օտար կառույցների կողմից, հանձնարարություն, տնային հանձնարարական են տվել մարդամեկին, Ալիևի հայրենակցին եւ նա էլ կատարում է։ Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Կաթողիկոսն ու եկեղեցին նույնը չեն, վարչապետ Փաշինյանը հերքում է, թե իրավապահների գործողությունները իր հակակաթողիկոսական արշավի շրջանակում են։ Ես 3 լուրերի թողարկումն եմ նայել։ Լուրերից էլ իմացել է, որ ձերբակալությունների ու խուզարկությունների հիմքում հանցագործության մասին հաղորդումն է եղել։ Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Ես դա պարզապես բացառում եմ։ Հրահանգ տարել կատարողնով է։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի
հրահանգներ իրականացնել։ Արագածոտնի թեմի առաջնորդն ու դիվանապետը կալանավորվել են Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանայի հայտարարությունների հիման վրա։ Նա հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է չուզելով, վերադասի ցուցումով։ Երեք Ազատության հետ զրույցում բացահայտեց, թե կոնկրետ ում ցուցումով։ Նրանք հենց կալանավորվածներն են։ Կոնկրետ ես այդ հրահանգները ստացել եմ դիվանապետից, իսկ դիվանապետը իր լիազորությունները չի կարող չարաշահել։ Բայց թե դրա հետևում թեմի դիվանապետը, երբ որ հրահանգները մեզ ուղարկում է, այո, թեմի դիվանապետից, ասում է, որ սա սրբազան հոր կարգադրությունն է։ Ենթադրվում է, որ նա այս մասին քննիչներին էլ է պատմել, ըստ քննչականի Արամ Քահանան հարցաքննվել է, երբ այնքան էլ պարզ չէ, 3 օրվա երկրորդ կեսին նա պնդում էր իրավապահներն իրեն չեն հրավիրել։ Ես քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկին չի զանգել։ 3 առավոտյան էլ երբ հայտնի դարձավ, որ թեմի տասնյակ հոգևորականներ բերման են ենթարկվել, Տեր Արամը իրեն զանգահարած բոլոր լրատվամիջոցների հարցից զարմանում էր զրոյից։ Ձեզնից լսեցի, տեղյակ չեմ։ Փորձը մի հատ հասկանալի չէ առհասարակ կատարվում, որովհետև այսպես առաջին անգամ լսում եմ ու հիմա ասում եք, որ արդեն գնահատական տամ մի բանի վերաբերյալ, որ ընդհանրապես ինֆորմացիա չեմ։ Արամ Քահանան վստահ է ցույցերին պարտադրանքով մասնակցելու հարցը պետք է իրավապահները քննեն։ Եվ սա նաև կարող է հող ստեղծել, այս իմաստով, որ հետագային եւս մարդիկ չկարողանան իրենց ազատ խոսքը, տեսեք, ձեր հենց լրատվականի անունը ազատություն է, չէ՞։ Եվ ազատությունը կարևոր բան է մարդու համար։ Եվ մարդը պետք է ազատ լինի։ Աստված մարդուն հենց ազատ է ստեղծել։ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը բացառում է, որ պարտադրանք եղած լինի։ Ոչ։ Ընտրությունների ժամանակին Մայր աթոռից հոգևորականները գնացել են ցույցերին այն ժամանակ, երբ բախման վտանգ է եղել եւ մեր հոգևորականները որպես միջնորդ պատնեշի վիճակում են։ Չեր ուզում թող չգնար, հավելում է arczepiskopos-ը, իսկ Հովնան եպիսկոպոսն ասում է հարկադրանք չէ, առաջարկ եղել է եւ այդտեղ խնդիր չի տեսնում։ Նա այն կարծիքին է, որ Արամ Քահանան միացել է իշխանական արշավանքին եւ պատվեր է կատարում։ Ինքը այս պահին ամեն ինչ էլ կարող է ասել։ Ինքը չեք տեսնում իր նախկին գրությունները նայեք եւ հիմա ինչ է խոսում։ Ամբողջը հակառակ։ Օրինակ մարդը գովերքում էր Կադիրովին, իբրև բռնապետ, գովերքում էր, ոչ թե բաներ ասում։ Այսօր անձամբ ինձ համեմատել է Ստալինի հետ։ Ինձ հաճախ ասել են, որ ես նիկոլական եմ։ Հովանավանքի Քահանան ասում է, թեմի վերադասից ճնշումների է ենթարկվել հենց այս նախաբանով, այնինչ ինքը վստահեցնում է բոլորի քահանան է, Փաշինյանների ընտանիքինը նույնպես։ Մայրաթորի կարգապահական հանձնաժողովը նրա հարցը քննարկել է, սակայն Քահանան դրան մասնակցել հրաժարվել է։ Չի ներկայացել, մենք այլևս իր չներկայանալուց հետո իրեն նորից էլի ուրեմն այլևս շանս տալու բան չունենք։ Կարգապահական հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos-ի խոսքից հասկացան, Արամ Քահանայի կարգալուծությունը չի ուշանա։ Իսկ ընդհանրապես arczepiskopos-ը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այս հակամարտությունում լավատեսներից է։ Մեր ակնկալիքները միշտ այն է, որ պիտի լավ լինի։ Վատին չենք գնա։ Եթե ուզում են, որ վատ լինի, չէ, լավ պիտի լինի։ Եվ մի լուր էլ ամենայն հայոց կաթողիկոսի առօրյայից նա այսօր Արագածոտնի թեմի հոգևորականների հետ է հանդիպել, նրանց, որ 3 բերման էին ենթարկվել, օրհնել է, քաջալերել, նկարվել հետները։ Այս ֆոնին խորհրդարան հասավ շողակաթ հեռուստաընկերությունը փակելու իշխանությունների նախաձեռնությունը։ Հոգևոր մշակութային ալիքն ամենայն հավանականությամբ կզրկվի հանրային հեռարձակողի կարգավիճակից, բյուջեի ֆինանսավորումից։ Նախաձեռնության հեղինակները չեն թաքցնում, այդ թվում քաղաքական պատճառներով։ Ովքեր են կողմ Հոգևորականներին բերման ենթարկելու ձերբակալելու գործողություններին զուգահեռ ազգային ժողովի կրթության հանձնաժողովում իշխանականները կողմ քվեարկեցին Մայրաթորի շողակաթի դեմ օրենսդրական նախաձեռնությանը։ Հեղինակներ ԿՊԱ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են հանրային հեռարձակողների թիվը 1-ով կրճատել, թեև նախագծում անուն նշված չէ, բայց նրանք խոստովանում են, որ հենց հոգևոր մշակութային ու կրթական շողակաթը նկատի ունեն։ Թիրախային ասում եք, որ այո, սա ուղղված է շողակաթի դեմ։ Իսկ ես կարող եմ ավելացնել, այո, սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ թիրախավորված պայքարի
ես կասեի ասպատակության շրջանակներ։ Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի, շնորհակալություն։ Գործող օրենքով պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթը։ Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում։ Դիտումները ցածր են, որակը նույնպես։ Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն։ Տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Դա դրական չի ազդում ոչ բովանդակության, ոչ որակի վրա։ Ինչ հիմքեր եւ ուսումնասիրություններ ունեք պնդելու, որ երրորդ ալիքի գոյությունը պատճառում է որակական խնդիրներ, կրկնվող բովանդակություն, ցածր դիտողականություն եւ անարդյունավետություն։ Ինչ ցուցանիշների հիման վրա են իշխանականների պնդումները, ինչ հաշվարկներ են արել։ Նրանցից փաստարկված հիմնավորումներ էր պահանջում ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Չի կարող մի բան, որը խորապես ուսումնասիրված չէ կամ հանգամանալիորեն ուսումնասիրված չէ, եւ ես որքան կարողանում եմ հասկանալ, սա դեր հեղինակների, նախագծի հեղինակների սուբյեկտիվ դիտարկումների արդյունքներ, միգուցե եւ ձեր քաղաքական ողջ խմբի, այնտեղ որևէ հիմնավորում, հաստարկված տվյալներ այստեղ չկան։ Այս հեռուստաընկերությունը տասնամյակներ առաջ հիմնադրել է Մայրաթոռը, բյուջեի կեսն էլ Մայրաթոռն է հատկացնում։ 14 ժամ եթեր ապահովելու դիմաց տարեկան 600,000 դրամ են ստանում։ ԿՊԱ-ականներին հակադարձում էր Լիլիթ Գալստյանը։ Պարզվի օրինակ 90%-ը իրենք են տրամադրել եկեղեցու դրամական միջոցներից, դա նշանակում է, որ առաջիկա, այսինքն մեծ հաշվով բան չի փոխվում եւ առաջիկայում իրենք կարող են մասնակցել մրցույթով այդ սլոթին եւ վերականգնել իրենց հեռարձակման հնարավորությունը։ Ես չեմ կարծում, որ ամբողջ հանրություն պետքա դրա համար վճարի։ Փաշինյանի թիմակիցները շողակաթի բովանդակությունն էլ չեն հավանում։ Ալիքը որակում են կրոնական ու դժգոհում, որ ազգային փոքրամասնությունների համար հաղորդումներ չունեն։ Այս այն ուրեմն աղյուսակն է, որը զետեղված է հանրայինի ուրեմն հաշվետվության մեջ, որին թերահավատության վերաբերվեց Տիկին Ղազարյանը, որտեղ այսպիսի համամասնություն կա 18% գիտահանրամատչելի ուսումնական գեղարվեստական վավերագրական կինոնկարների թիվը 18% են, ուսումնական եւ այլ հաղորդումները ուրեմն 11, մանկականները 14, երաժշտականները 14.1, հոգեվոր հաղորդումները 15, մշակութայինները 26, հոգեվոր մշակութայինը 5.5։ Պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը եւ կրթությունը սոց դպրոցական կամ բուհական կրթությունը չի։ Ձեր ասած պետության պոզիտիվ պարտականությունը ալիք պահելը չի։ Պոզիտիվ պարտականությունն է ձեր ասած բովանդակությունը փոխանցելը քաղաքացին։ Հիմա թե այդ բովանդակությունը կլինի Facebook-յան որևէ օգտատիրոջ, որ ավելի մեծ ազդեցություն ունի, քան այդ թվում հանրային բոլոր հեռարձակողների այդ վերցրած, թե կլինի որևէ, չգիտեմ, մի կազմակերպության մշակութային տուրերի կամ կրթական տուրերի միջոցով, այդ արդեն ընտրության հարց է։ Շողակաթի թեման խորհրդարանում սկսեց եռալ անցած տարվանից, երբ Բագրատ Սրբազանը Տավուշից Երևան էր գալիս Փաշինյանին վարչապետի աթոռից հեռացնելու։ Շողակաթի դեմ նախագիծը առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում։ Եթե օրենքն ընդունվի, այդ փոփոխության դեպքում մշակութային ու կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու։ Դիրքորոշում է հայտնել հանրային հեռարձակողի խորհուրդը։ Խորհուրդը կարևորել է մշակութային ուղղվածության առանձին ծրագրի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։ Մասնագիտական խորհրդի այս դիրքորոշումն էլ չի կանգնեցրել իշխանականներին։ Ասոկ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումներում Նիկոլ Փաշինյանն ի վերջո պարզել է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը Զանգեզուրի միջանցք անվանում Հայաստանով անցնող ճանապարհը։ Վարչապետը ոչ մեկ անգամ ու միջազգային բարձր հարթակներից էր դժգոհել, որ Բաքուն խեղաթյուրում է ամերիկյան պայմանավորվածությունները։ Կա տարածված երկու կողմերի կողմից պաշտոնական հաղորդագրություն։ Ինչը ասում է այդ պաշտոնական հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ TRIP նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կա TRIP նախագիծ եւ հետեւաբար այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացի խաղաղության խաչմերուկ եւ TRIP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Ճիշտ սկզբունքը հենվել գրավոր թղթերի վրա,
որպեսզի չպարզվի, որ որևէ մեկը այսպես է ասել, թե այնպես է ասել, այսինքն ինչ որ թղթի վրա գրված է։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ գոհ եմ նաև Կոպենհագենի մեր քննարկումներից, այդ հարցը համարվում եմ հասցեագրված եւ հետեւաբար այլևս այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում Կոպենհագենի հայտարարությունից հետո։ Այսինքն այդ թեման այլևս արդիական չէ, այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար այդ հարցը արդեն չկա։ Գոնե ինձ համար այդ հարցը արդեն չկա եւ դա չկա նաեւ տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով, հետեւաբար դա արդեն բոլորովին ուրիշ հարցության հարց է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մասին ես խոսել եմ ազգային ժողովում Կոպենհագենից առաջ, բայց Կոպենհագենից հետո արդեն ասացի, որ տեքստը կա եւ այդ հաղորդակցության ընթացքում շատ նրբություններ, ինչպես արձանագրված է հաղորդագրության մեջ, պարզաբանված են։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, օրվա լուրերը կարդացեք նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ֆրանսիայի վարչապետը հաղթահարեց խորհրդարանի իմպիչմենթը։ Merci beaucoup, monsieur le Premier ministre. Հայաստանից մեկնող բեռնատարների վարորդներին Ռուսաստանում սպառնում է արտաքսում։ Ստեսություն, հաջողություն ձեզ։ Եկեղեցուն առնչվող եւս մեկ դատավարություն Բագրատ Սրբազանը իշխանությունը յուրացնելու եւ ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով արդեն 4 ամիս է կալանավորված է։ Անցած տարի բարձրաստիճան հոգեվորականը բազմահազարանոց հանրահավաք էր անում Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի եւ մյուսների դատականիցն այսօր սկսվելուց հետո փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ հրատապ կարևոր միջնորդություն ունի ներկայացնելու իր պաշտպանյալի վերաբերյալ, այն էլ գաղտնի փակ ռեժիմով։ Պատահական չեմ նշում, եթե ասում եմ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին, դատավարության մասնակիցներին հայտնի չի եղել։ Իսկ պաշտպանյալից էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում։ Եթե ես նման եզրույթ եմ օգտագործում, առնվազն երևի թե ուրեմն մեղմ ասած կարևոր մի հանգամանք ունեմ ներկայացնում։ Բայց պարզվեց, որ մեղադրյալներից մեկը չի եկել առողջական խնդիրների պատճառով եւ այդ էր պատճառը, որ դատախազները հայտարարեցին, որ նիստը պետք է առհասարակ այսօր հետաձգվի, քանի որ օրենքով եթե մեղադրյալներից մեկը չի ներկայանում, ապա դատական նիստը չպետք է շարունակվի։ Քրեական դատավարության օրենսգիրքում ուղղակիորեն ամրագրված է, որ մեղադրյալի չներկայանալու դեպքում դատական նիստը հետաձգվում է, թե այլ բան նախատեսված չէ։ Այս պարագայում այլ բան նախատեսված չէ եւ դատական նիստը ընդհանրապես հետաձգվում է, մեղադրանքի կողմի դիրքորոշումն այդ է։ Բայց Արամ Վարդևանյանը պնդեց, որ իր միջնորդությունը շատ կարևոր է, անմիջապես առնչվում է իր պաշտպանյալին եւ եթե անգամ դատախազները լսեն, թե ինչի մասին է խոսքը, ապա համաձայն կլինեն իր միջնորդության հետ։ Բայց թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մեղադրյալ Արթուր Սարգսյանի որ խնդրին է վերաբերում, փաստաբանը չմանրամասնեց, նշելով, որ դա գաղտնի է։ Քանի որ պաշտպանը հասկանալիորեն չի կարողանում այս բանը հայտնել, թե ինչի վերաբերյալ իր միջնորդությունը, իսկ դրամփակ նիստի անցնելու միջնորդությունը եւս քննվում է դրամփակ, հնարավոր է մեղադրանքի կողմը դիրքորոշում փոխի, դրամփակ նիստի անցնելու դրամփակ միջնորդությունը քննարկելու ընթացքում։ Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ նիստը փակ ռեժիմով կանցկացնեն, ինչից հետո մասնակիցները, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները դուրս եկան դատարանից։ Տավուշի թեմի նախկին առաջնորդը եւ
Նրա մյուս 17 համախոհները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։ Հունիսին էր, որ իրավապահները հայտարարեցին ահաբեկչության փորձի բացահայտման մասին։ Դրանում մեղադրեցին Սրբազանին և նրա թիմակիցներին։ Քննչական կոմիտեն տարածեց իր բնորոշմամբ տարբեր ապացույցներ, այդ թվում ձայնագրություններ, որոնցում լսվում էին որոշակի ձայներ։ Իրավապահները պնդում են, այնտեղ լսվում է նաև Բագրատ Սրբազանի ձայնը, մեջբերում գյուլլելու, սպանելու մասին։ Դրանից օրեր անց գլխավոր դատախազը հանրայինի եթերում հայտարարեց ծանրակշիռ ապացույցների մասին և նշեց, որ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին։ Ինչպես ի սկզբանե, այնպես էլ քրեական գործի նախաքննության ավարտից հետո փաստաբանները հիմա էլ շարունակում են կասկածներ հայտնել, որ այդ ձայնագրությունները կեղծ են, մոնտաժված են։ Դատախազությունը սակայն հերքում է այդ ապացույցների կեղծ մոնտաժված լինելու մեղադրանքները։ Սակայն փաստաբանները պնդում են, որ ոչ միայն մոնտաժված են սաղագրությունները և ձայնագրությունները անգամ չեն համապատասխանում միմյանց, իսկ գյուլլելու մասին արտահայտությունն էլ ըստ փաստաբանների չի վերաբերում այս իշխանություններին, վերաբերում է լրիվ այլ իրավիճակի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանի բակից հարցաքննության է տարվել այս գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չի հաղորդում։ Ես իմ ընկերների հետ ականատես ենք եղել, թե ինչպես են ֆաշիստական ձևերով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Դիմակավորված ԱԱԾ-ականներ, չգիտեմ, ԱԱԾ-ական ոստիկանության ներկայացուցիչ ինչ-որ մեկին ավտոմեքենայից հանեցին, շատ կոշտ ձևով, որ Ուսամա Բեն Լադենի ձերբակալությունը երևի տենց կլներ, էլի, այսինքն ուրիշ նույնիսկ ավելի մեղմ ձևով կլներ, շատ կոշտ ձևով, ինչ-որ մարդ իջեցրեցին ավտոյից, լավ չնկատեցինք ում են ձերբակալում, շատ կոշտ ձևով, ֆաշիստական ոճով, դիմակավորված, մարդուն իջեցրեցին ավտոն, ասենց իրենց ավտոյի մեջ մի խոսքով նստեցրեցին, մեղմ ասած, ու պոկվեցին։ Տեղակ չենք, որևէ այլ տեղեկություն չունենք, ուր են տարել, ինչի համար, դիմակավորված, ինչի եք գալի ձերբակալման, ինչն է պատճառը դրան, այսինքն ում հետ գործ ունեք, տենց հանցավոր խմբի ղեկավարի հետ գործ ունեք, Ուսամա Բեն Լադենի հետ գործ ունեք, փաստաբանին տենց կձերբակալեն, զինված մինչև ատամները իրավապահներ ուղարկում եք, որ ինչ, այդ մարդուն, որ հրավիրեք չէր գալու, փաստաբանի մասին է խոսքը, փաստաբանի։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, 2 օր քննելով իրավապահների միջնորդությունը, դատարանը մասնակի բավարարել է այն 2 ամսվա փոխարեն կալանքը երկարաձգելով 1 ամսով։ Ռուսաստանաբնակ գործարարի փաստաբանները որոշ դրական շարժ են տեսնում գործում։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով, Սամվել Կարապետյանին մեղսագրվում է կոչերը, այնուհետև մեղսագրվել էր տնտեսական բնույթի իբրև հանցանք եւ վերջերս մի քանի օր առաջ 3-րդ դրվագն էր մեղսագրվել կրկին տնտեսական բնույթի, նույնիսկ քննչական կոմիտեն չհապաղեց, հայտարարություն տարածեց, որ դա վերաբերում է փողերի լվացմանը եւ այլն։ Այսինքն տնտեսական բնույթի են արարքները, որոնք ի սկզբանե ասում են, որ սա աբսուրդ է, որ սա արվում է մեկ նպատակով, որ ուղղակի 14-15 հատոր նյութ սարքեն արհեստական, դատարանը այդ մասով համաձայնվեց։ Բայց թե ոնց է ստացվում, որ կոչով պետք է 30 օր եւս կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք։ Այլ թեմաներ Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, հարվածի տակ են նաև Հայաստանից մեկնող բեռնատարների վարորդները, ոմանց անգամ արտաքսում ու ազատազրկում է սպառնում։ Իրենց ապրուստի միջոցը բեռնատար վարելով հոգացող մարդիկ Հայաստանի իշխանությունների միջամտությունն են ակնկալում։ Մենք սիրուն ձևով կարգով ասում ենք, եթե չէ մենք սաղ ճանապարհները փակելու ենք, սաղ ճանապարհները մուտք ու ել չի ելնեն, մենակ ելնելու է վայենին, սկորին, միջև հարցին լուծում չլինի։ Բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին, գործադիրից պահանջում էին բանակցել Ռուսաստանի հետ, որ չեղարկվի այնտեղ 90 օրից ավելի մնալու սահմանափակումն իրենց նկատմամբ։ Մի 90 օրը շատ քիչ է, մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառնում է։ Ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում, հետո գնում գալիս, որովհետև
ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում իջև հերթը թասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Նու 95%-ից դե տղեկին է, սաղինը անցած է։ Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք չեն մեկնում այնտեղ աշխատելու նպատակով, հունվարի 1-ից 1 տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն արդեն 90 օր կարող են գտնվել այդ երկրի տարածքում։ Ռուսաստանի միգրացիոն օրենքների այսպիսի խստացումները հայ բեռնափոխադրողներին կանգնեցրել է գործազրկության շեմին։ Օրենքը խախտողներին էլ տուգանելուց բացի նաև արտաքսում են երկրից 3-ից 5 տարի զրկելով Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։ 90 օրվա համար զապրետ են արել 5 տարի։ Տարել են, դատել են։ Դա եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մոտեցավ վարորդներին նշելով, որ տեղյակ է ռուս գործընկերների հետ քննարկում են հարցը, հույս ունի, որ լուծում կստանա։ Աշխատանքային մի երկու բան որ ավել ասեմ, կարող է այդ մեր գործին ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի։ Բայց հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում ԵԱՏՄ-ում եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում դա չաշխատող տարբերակ է, որտեղ 90 օր մենակ դուք վերին լարսում կարող եք կանգնեք տարվա մեջ։ Վարորդներն ասում են, ռուսական բանկերում փոխանցումներ անելիս են շատերը տեղեկացել, որ վերահսկվող անձանց ռեեստրում են, որովհետև գործարքը չի հաջողվել ու էկրանին գրություն է հայտնվել։ Պատճառները ճշտելու համար այցելեք Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն։ Շատերը հենց այդպես էլ արել են, գնացել են ներքին գործերի նախարարություն ու այնտեղ տեղեկացել 90 օրից ավելի են մնացել Ռուսաստանում ու դա խախտում է։ Նույնի նայում եմ խոսքի փագայում քարտը։ Պետք է այդպես ընդդեմ մեզ բանկը ղրգում է, ես ինչտեղ ես, այն ինչտեղ ու վсё։ Ասում են ստեյսյուն 5 տարով կամ 3 տարով գնացիք, հաջողություն ձեզ։ Ու լիքը մարդիկ, տնիսկա 2 հոգի մարդկանց դրել են 5 տարով զապրետ, այդ մարդիկ ինչ անեն։ Մեր բանկի քարտը փակել, գնացել են, որ իմանամ ինչ է խնդիրը, ինչի համար են փակել, այդ օրն իմացել եմ։ Էկոնոմիկայի նախարարից հետո վարորդներին մոտեցավ նաև ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցրինք, փորձել են Ռուսաստանի իրենց գործընկեր падգամավորների միջոցով հարցն այնտեղ բարձրացնել։ Եթե պետությունը ասում է, որ խնդիրը կա, այդ խնդիրը կկարգավորվի, դու ասում ես, դե եթե ասում են, որ խնդիրը կկարգավորեն, ուրեմն գոնե թե ինչ որ այդ առումով իրենց խոստումը կկատարեն, բայց եթե իրենց խոստումը չեն կատարում, ասենք իրենց գործառույթը չեն անում, այդտեղ մեր չգիտեմ, մեղավորությունը որն է։ Այսօրվա բողոքի ակցիային ներկա վարորդներից շատերն արդեն 3-ից 5 տարով զրկվել են Ռուսաստան մեկնելու հնարավորությունից, հիմա աշխատանք չունեն։ Ասացին, ապրուստի միակ միջոց բեռնատարները հիմնականում վարկով են վերցրել։ Բանկին ինչպես բացատրեն, որ Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման պատճառով անգործ են մնացել ու չեն կարող վարկը մուծել։ Նախարար Պապոյանին հարցրին, բանկերը կսառեցնեն իրենց վարկերը, մինչև իշխանություններն ավարտեն Ռուսաստանի հետ բանակցությունները։ Կա դրական ազդակ։ Եկեք մնացածը թողեք գնանք աշխատենք։ Ես հասկանում եմ դրա վարկերը հարցը ո՞նց է կարգավորվել։ Կսառեցնեն վարկերը բանկերը։ Ես էլ չեմ կարող հիմա խոստանալ, որտեվ իմ այս պահին այդ հարցին էլ եկեք հիմա անդրադառնանք, որովհետև 4 ամիս, 3 ամիս հետո այս նույն մարտիկ ու պլյուս ավելի շատ ձեռնարկատերեր, հա, այդ խնդրին առաջանալու են այս բան։ Ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այդ հարցը։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ամեն օր դիմումներ է ստանում մուտքի արգելք ստացած վարորդներից։ Փորձագետն այդ ցուցակը փոխանցում է Հայաստանի ներքին ու արտաքին գործերի նախարարություններին, այնտեղից էլ դիմում են ռուս գործընկերներին, որ հարցի լուծում գտնեն։ Ու վստահաբար այս հարցը ԵԱՏՄ-ի միջոցով պետք է լուծի։ Առևտրի վրա չպետք է անդրադառնա, բեռնափոխադրումների ազատ բեռնափոխադրումների վրա չպետք է անդրադառնա։ Ես արդեն ունեմ առաջին ուղևորափոխադրող վարորդը, 90 օր անցել է եւ մուտքի արգելք են դրել։ Շուտով այդ մարշրուտկաները, որ գնում են Ռուսաստան գալու, հիմա նրանց վարորդներին են հերթով մուտքի արգելք դնելու։ Բեժանյանն ի դեպ դեռ նախորդ տարվանից էր հայտարարում Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները եւ դա հայ բեռնափոխադրողների ու ուղևորափոխադրողներին դժվար կացության մեջ է դնելու։ Էկոնոմիկայի նախարարն այդպես էլ չասաց, անցած տարվանից են սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ, թե վերջերս։ Ասենք զբաղվում ենք, եթե ինչքան ժամանակում աղեղնելու այդ հարցը, մի ամիս, 2 ամիս, 5 օր, 10 օր, այդ խնդրի խորության, դժվարության, բարդության մասին եւ հետևանքների մասին մեր պատկերացումները ամենայն հարգանքով կներեք, տղեկ։ Մի 100 անգամ ավելի շատ է, քան ամեն մեկը ձեր մասով գիտեք։ Ռուսաստանում միգրացիոն կանոնների այս խստացումները ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մի շարք երկրներին է վերաբերում։
Միջազգային լրահոսից Ֆրանսիայում ներքաղաքական ճգնաժամը մեղմվում է, վարչապետ Սեբաստիան Լեկորնուն պահպանել է պաշտոնը, այսօր խորհրդարանում անվստահության 2 քվեարկությունից հետո օրենսդիրները կառավարության ղեկավարի հետագա պաշտոնավարման հարցով դիրքորոշումը մեղմեցին, երբ Լեկորնուն խոստացավ չեղարկել կենսաթոշակային բարեփոխումները։ Merci beaucoup, monsieur le Premier ministre. Գազայում հասնելով թեկուզ փխրուն հրադադարի Վաշինգտոնն այժմ կրկին կենտրոնացնում է ջանքերը ավարտելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Միայն թե Միացյալ Նահանգների նախագահը հիմա կարծես էլ չի հավատում, որ կկարողանա արդյունքի հասնել Պուտինի հետ երկխոսելով, ուստի ճնշումն է մեծացնում Մոսկվայի նկատմամբ։ Վաշինգտոն Ուկրաինայի նախագահի վաղվա այցին ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետը խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Դոնալդ Թրամփն ասել է, որ հաջորդիվ Չինաստանին եւս կփորձի համոզել անելու նույնը, որպեսզի կրճատեն էներգակիրներից Ռուսաստանի ստացած եկամուտները եւ սահմանափակեն Ուկրաինայում արդեն 4-րդ տարին ընթացող արյունալի պատերազմը ֆինանսավորելու Մոսկվայի հնարավորությունները։ Հնդկաստանի վարչապետի հետ հիանալի հարաբերություններ ունենք, սակայն դժգոհ էինք, որ նա Ռուսաստանից նավթ է գնում, քանի որ դա թույլ է տալիս շարունակել այս ծիծաղելի պատերազմը, որի ընթացքում Ռուսաստանը 1.5 միլիոն զոհ է ունեցել։ Որպես գերտերություն Ռուսաստանը Սպիտակ տան ղեկավարի պետք է 1 շաբաթում հաղթեր այս պատերազմը, սակայն այն ձգվում է արդեն 4-րդ տարին, ինչն ամենևին էլ լավ չէ երկրի տնտեսության համար։ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ ռուսական էներգակիրներից կհրաժարվի նաև Ճապոնիան, ինչի մասին ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Թե ինչ է Սկոտ Բեսենթին պատասխանել Կացունոբու կատոն, ամերիկացի պաշտոնյան չի մանրամասնել։ Բեսենթը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մաքսատուրքեր սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթի գնման համար, ապա հավելել, որ եվրոպական երկրները նույնպես պետք է պատրաստ լինեն նման քայլերի։ Հենց Չինաստանի կողմից ռուսական նավթի գնումն է սնում Ռուսաստանի էներգակիրների 60%-ը, նրանք գնում են Իրանի էներգակիրների 90%-ը։ Հիմա ով է սնում ռուսական ռազմական մեքենան։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է ներկայացնել Ուկրաինայի տրամադրած լուսանկարները, որոնք ապացուցում են, որ չինական մասերն օգտագործվել են Ուկրաինայում կիրառված ռուսական անօդաչուներում։ Ու մինչ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրան, որ երկրները հրաժարվեն ռուսական էներգակիրներից, Եվրոպան իր հերթին շարունակում է մեծացնել Ուկրաինային աջակցությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դաշնակիցները Կիևին 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն կտրամադրեն։ Նոր փաթեթը ըստ Բորիս Պիստորիուսի կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում պատրիոտներ, ճշգրիտ կառավարվող հրթիռներ ու զինամթերք եւ կլուծի Ուկրաինայի մի շարք հրատապ կարիքներ։ Հակաօդային պաշտպանությունը մեր աջակցության հիմքում է եւ այդպես է եղել պատերազմի սկզբից սկսած, հետեւաբար կշարունակենք ներդրումներ անել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության եւ անօդաչուների դեմ պայքարի ոլորտում։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ ասել է, որ Ուկրաինային շարունակական աջակցությունը շատ կարևոր է, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Փիթ Հեքսեթը շեշտել է, այս պատերազմը չի սկսվել Թրամփի օրոք, սակայն այն պետք է դադարեցվի նրա օրոք։ Ու եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, Վաշինգտոնն ու դաշնակիցներն ամեն ինչ կանեն, որպեսզի Ռուսաստանը պատասխան տա իր գործողությունների համար, զգուշացրել է նա։ Եթե այս պատերազմը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում չգտնվի խաղաղության տանող ուղի, ապա ԱՄՆ-ն դաշնակիցների հետ միասին կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ռուսաստանը վճարի իր շարունակական ագրեսիայի համար։ Միացյալ Թագավորությունը երեկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են նաև ռուսական նավթային խոշոր ընկերություններ Ռոսնեֆտն ու Լուկոյլը, ստվերային նավատորմի հետ կապված 51 նավ, մի քանի բանկ եւ անհատներ։ Այս ընթացքում իրադրությունը ռազմաճակատում մնում է լարված։ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական զինուժը գիշերը կրկին հարվածել է մի քանի շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքներին, կիրառում է կասետային զինամթերքով անօդաչուներ եւ կրկնվող հարվածներ հասցնում տեղում աշխատող հրշեջներին եւ էլեկտրիկներին։ Ուկրաինայի նախագահը կրկին կոչ է արել մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Ուկրաինական զինուժը նույնպես հարվածել է ռուսական մի քանի շրջանների Սարատովի օդանավակայանում, գիշերը չվերթները դադարեցվել են։ Ականատեսները հայտնել են, որ մոտակայքում պայթյունների ձայներ են լսվել։
Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ տեղեկացրել է, որ երկար հեռախոսազրույց է սկսել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տեղի է ունենում Մոսկվայի ներողություն Սպիտակ տուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի նախաշեմին, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Վաշինգտոնի կողմից Ուկրաինային Տոմահոկ հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Խոսում եմ նախագահ Պուտինի հետ, զրույցը շարունակվում է, երկար է եւ ես, ինչպես նաեւ նախագահ Պուտինը կհրապարակենք բովանդակությունը դրա ավարտին սոցցանցերում գրել է Դոնալդ Թրամփը։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, այցելեք մեր կայքը azatutun.am, իսկ լրատվական կենտրոնում այսքանը։